զրուցում եմ գրող հրապարակախոս Ալլա Հակոբյանի հետ։ Շատ ուրախ եմ Տիկին Ալլա, որ դուք հիմա այստեղ եք Մայրաթոռում, եւ ես նկատում եմ, որ մեր ժողովուրդը տարբեր տեղերից շարժվում է դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այսօր մենք առավել քան մեր Սուրբ եկեղեցին, մեր հոգևորականությանը եւ դրանով իսկ մեր հայրենիքն ու երկիրը պաշտպանելու կարիք ունենք։ Ես կուզեմ այսօր առավոտվանից տեղի ունեցածի գնահատականը տակ եւ ինչ է կատարվում ի վերջո։ Բանն այն է, որ այսօրվա դեպքերը ինձ հիշեցրեցին 2014 թվականի Ուկրաինայում կատարվածը։ Եվ ես ուղղակի կարող եմ սենց իմ անունից հայտարարեմ, որ թե Մոլդովայում, թե Ուկրաինայում եւ թե այսօր այստեղ կատարվողը եւ կատարվածը նույն կենտրոններից են հրահանգվում։ Նիկոլ Փաշինյանը անմիջապես Թուրքիա այցից հետո արեց այն, ինչ որ այսօր մենք խայտառակ եղանք աշխարհով մեկ խայտառակություն էր։ Բայց եթե իրան թվում է, թե ինքը նման գործողություններով կարող է պղծել այս սրբավայր, ինքը չարաչար սխալվում է։ Ինքը պարզապես եւս մեկ անգամ 7 տարվա մեջ ապացուցեց, որ ինքը զրո է որպես կառավարիչ, ոչնչություն է որպես մարդ, ով գոնե մի փոքր խելք ունի, եւ թրքամոլ է դա արդեն 100%։ Ես մեծագույն ցավով եմ այս ամենը ասում, որովհետեւ մեր Մայրաթոռ Սուրբ Էջմիածինը կառուցվել է Հիսուս Քրիստոսի տեսիլքով։ Ես գիտեմ, որ իրանք անհավատ են։ Անհավատները ոչ Աստված են պաշտում, ոչ էլ վախենում են, որ սատանա կա։ Բայց բանն այն է, որ համնա կա։ Եվ պատիժը այս բոլոր, գիտեք, ես նույնիսկ ճղճիմ Նիկոլ Փաշինյանին չեմ էլ ուզում էլի անդրադառնամ, ինձ ավելի մեծագույն ցավ է պատճառում այս տասնյակներով, հարյուրներով իրեն ծառայող ոստիկանները։ Լավ խոմ դուք բոլորդ չեք ծնվել Թուրքից։ Ես գիտեմ, որ ցեղասպանության տարիներին այո բռնաբարվել են հայուհիները, ձեր տատիկները եւ այլն, լինելով քրիստոնյա նրանք այդ ծնված երեխաներին հետո չեն խեղտել։ Բայց խոմ բոլորը Թուրքի արյուն չեք կրում ձեր մեջ, որ այսպես պատրաստական գալիս եք եւ դրա անօրինություններն եք անում։ Իսկ չէ որ անօրեն հրաման դուք իրավունք ունեք չկատարել։ Դուք ասում եք մենք հրաման ենք կատարում, բայց այդ անօրեն հրաման է։ Եվ դուք դա կատարում եք։ Եվ մեծագույն ցավս հենց դա է։ Մեր տատիկները անիծում եւ նզովում էին նման մարդկանց։ Իրենց վրա այսօր լրահոսը պայթում էր այդ անեծքներից եւ նզովքներից։ Լավ, դուք բացարձակապես չեք վախենում այդ նզովքից, այդ անեծքից։ Չէ որ ձեր երեխաների, ձեր ընտանիքների վրա այդ ամեն ինչը գալու։ Վաղը մույսօր որ երեխաները ձեր կանայք հիվանդանոցներում անբուժելի հիվանդություններով պարկեն, հիշեք այս օրերը, հիշեք ձեր անօրեն քայլերը, հիշեք։ Բանն այն է, որ դեռ 90-ական թվականներին երբ որ գնացել ենք նկարահանումների ջաջուր, գյուղացիները մի դեպք պատմեցին։ Ուրեմն կոլխոզի նախագահան այնտեղ մատուր է եղել, հրահանգել է, որպեսզի տրակտորիստը ուղղակի հողի հավասարացնի, հավաքվում են գյուղի բոլոր տատիկները եւ տրակտորիստը արդեն նստում է, արդեն հենա պետք է վարի այդ տրակտորը, որպեսզի ոչնչացնի այդ մատուռը, տատիկները ասում են անունը հիմա ես չեմ հիշում, էս ինչ ջան, Վալես, մի մնա նզովքի տակ, Վալես իջի, վերջը վատա լինելու քո, եւ այդ երեխան իջնում է, ամենավերջին հայհոյանքներով, այդ կոմունիստ կոլխոզի նախագահան անձամբ նստում է տրակտորի ղեկին եւ ոչնչացնում է, քարի վրա չի թողում։ Եվ ինչ եք կարծում, ինչ են պատմում գյուղացիները։ Ուղիղ 7 օր հետո այդ նախագահի տղան զոհվում է կամենալոմնյա բարոքնեք ինձ, որտեղ որ քարերը ջարդուրդում են այդպես ցեխա։ Իր երեխան ընկնում է այդտեղ ինչպես Աստված միայն գիտի եւ փրթիկ ալինում։ Եվ զարհուրանքով էին պատմում այդ մասին գյուղացիները։ Ես ուզում եմ ասեմ, ժողովուրդ ջան, այդքան մեծամիտ մի եղեք էլի,
Ես հասկանում եմ, որ արևմտամետությունը ձեր մեջ արդեն մտել է ձեր ուղեղը, նույնիսկ ձեր արյան մեջ, դուք դարձել եք անհավատ, բայց իմացեք, որ Աստված բոլորիս դատաստանն է տեսնելու, բոլորիս, եւ առհասարակ հիշեցնեմ Հիսուսի խոսքերը, ես չեմ եկել այստեղ անմեղների համար, ինքը եկել է մեղավորներին խելք սովորացնի, որպեսի դատաստանի օրը փրկվեն, եկել է ձեզ փրկելու, եթե դուք դա չեք գիտակցում, մեղքը ձեր վիզը, ոստիկաններ, ովքեր որ այսօր կատարում եք եւ դեռ կկատարեք վստահ եմ ցավով Նիկոլ Փաշինյանի հրահանգները